Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ուզում եմ հիմա ձեզ ներկայացնեմ իմ կապիտալը ու դնելու ենք notification-ներ, որ հասնի այդ գծերին ու մեզ notification կա կբացենք գործարք ու նաև եթե հասնի մեր ուզած այդ ուրիշ notification-ին, այսինքն մեր ուղղությամբ գնա մեր գործարքը, stop loss-ը, կորուստը հասցնենք 0-ի։ Հիմա դրանք այդ ամեն ինչը ձեզ կցույց տամ ու օրը կամփոփեմ։ Trading օր առաջին։ Ընկերներ, ոնց որ խոստացել էի ձեզ։ Так. Մտնում ենք Ցույց իմ կապիտալը, որ ես դրել եմ։ Հեսա թող միանա։ Խնդրեմ։ $130 եմ դրել, ու 30 ունեի։ Так, հիմա նայեք, փորձել եք իծա ջարդի, բայց չի կարողացել։ Ուրեմն ինչ ենք անում այս դեպքում։ Այս դեպքում դնում ենք notification-ներ, մեկը այս գծի վրա, մեկն էլ այս գծի վրա։ Ու սպասում ենք ընկերներ։ Ամենակարևոր բանը որ trading-ի մեջ դա սպասելն է։ Ամպերությունը շատ կարևոր է, ու երբ որ հասնի այդ գծերին ինչ-որ գործարք բացելու լինեմ, ձեզ անպայման նորից կնկարեմ կողարկա։ Ընկերներ, խնդրեմ, ուրեմն նայեք հատելադեղին գծի հետ, ու ոնց որ արդեն ասել էի, վերցնում եմ, նշում եմ stop loss-ը, take profit-ը, այս մեկը բանը limit-ով է տվել, նայեք պետք է market 10, market-ը հենց հիմա գործարք անելն է, ու նայեք, նշում ենք, ու գործարքը միացրեցինք, ընկերներ։ Հիմա էլ մի հատ notification ենք դնում, այստեղ մինչև 12 pips վերև, որ ինքը բարձրանա այդ գծին, ես իմ stop loss-ը տեղափոխեմ 0, որ ռիսկերս մաքսիմալ 0 լինի, այսինքն եթե չհաջողի օրը չի ստացվի ու կորուստ չունես։ Այլապես stop loss կգնանք, մինուս կգնանք, դրա համար հիմա նայեք ընկերներ, եկավ notification-ը, որ բարձրացել է իմ գիծը, հասել է դրան, մտնում եմ ստեղ, նորից բացում եմ դա, ահա, հասել է իմ գնին, իմ ուզած գնին, նույնականապես մի քիչ հետա քաշել, այդ վարքյանին չես կարա։ Ես իմ stop loss-ը նայեք ընկերներ, տեղափոխում եմ, դնում եմ +$1 օրինակ, ու վсё, հանգիստ կարան գնանք քննելու, եթե իջնի 0-ը փակելու +1, եթե բարձրանա $52+։